Բերքանուշ, Բաղրամյան գյուղական համայնքների հարևան եւս մի քանի գյուղեր կարելի ասել բառի բուն իմաստով հայտնվել են բլոկադայի մեջ։ Երկու գյուղ պետք է հասնեմ մոստը, որ ես մոստից անցնեմ, ելնեմ տրասա, որ գնամ մեր հողամաս։ Այգեգործությամբ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները չեն կարողանում ապրանքը Երևան, նույնիսկ հարակից Արտաշատ քաղաք տանել իրացնել, քանի որ համայնքները կտրված են դեպի գլխավոր Երևան Արտաշատ տանող մայրուղուց։ Երևան Արտաշատ մայրուղին որ կա, ճանապարհ չունենք որ անցնենք։ Հիմա որ այդ հյուսիս հարավը այդ հատվածը կառուցել են ճանապարհը, հիմնականում գյուղերի հողերը մշակություն արոտավայրը գտնվում է տրասայի հակառակ կողմը մայրուղու։ Այսինքն գյուղից անասնագոմերից, որ անասունները ժամանակին դուրս են եկել, մարդիկ այդ տրասայից տակի կամուրջով կամ վրայով գնացել են արոտավայր։ Բերքանուշ վարչական շրջանի ղեկավարն այսպես է բացատրում. դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհը փակ է, քանի որ ավտովթարներն այդ հատվածում հաճախակի են տեղի ունենում։ Եղել է նույնիսկ մահվան ելքերով ավտովթարներ։ Տարի է եղել 3 մահվան դեպք է արձանագրվել համայնքները մայրուղում միացնող հատվածում։ Այնքան վթար եղավ, մենակ 3 հոգի մեր յուղից են մահացել դա։ Այսինքն այդ մայրուղին տալիս է 100 արագություն, ինքն իր կողով գնում է։ Հենց անասունի հետ էլ մահացել է խեղճ մարդը։ Դրա համար փակել են այդ ճանապարհը, խնդիրը դրանում է։ Խնդրի լուծման տարբերակներից մեկը օդային կամուրջ կառուցելն է։ Դա նաև թանկ հաճույք է, մեծ ֆինանսների հետ է կապված։ Իսկ այս դեպքում արդեն պատկան մարմինները, ճանապարհային դեպարտամենտը կարող է տարիներով չհետաքրքրվեն եւ ուշադրություն էլ չդարձնեն, թե ինչ բարդ խնդիրների առջև կարող է կանգնել հողի մշակը, անասնապահությամբ ու հողագործությամբ եկամուտ ստացող քաղաքացին։ Բողոք ներկայացրել ենք, որը դիմել ենք, էլի ազգային ժողովել ենք դիմել, պատասխանն եկել է ոչ մի բան։ Երևան երաս ճանապարհը որ կա, կամուջ դիսարկվի, դա արդեն իմ խնդիրը չի, ճանապարհի դեպարտամենտի խնդիրն է։ Շրջափակման մեջ հայտնված այս գյուղական համայնքներում հանրապետության պտղատու այգիների սեփականատերերն այլևս հրաժարվում են իրենց այգիներից։ Բերքահավաքի շրջանում ապրանքը պետք է չէ որ արտահանվի արտասահման։ Դա չի իրականացվում, քանի որ բեռնատարների վարորդները հրաժարվում են մի քանի անգամ մի քանի գյուղ շրջանցել, այգիներ հասնել, ապրանքը բարձել ու արտահանում իրականացնել։ Այն դառնում է ավելի ժամանակատար, գումարած նաև ավելորդ ծախսերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։